Շարունակ մեր առավոտվա վիկենդը, իսկ այս պահին սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին, ով արդեն տաղավարում շատ տաղանդավոր մի երաժիշտ դհոլահար Սերգեյ Խաչատրյանն է։ Իհարկե դուք չհասկացաք շատերը, թե Սերգեյ Խաչատրյանը դհոլահար ով է։ Նույն ինքը Էֆոն է, սիրելիներս, Էֆոնը մեր տաղավարում, բարի լույս Էֆոն, շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել։ Կուզենամ զրույցը սկսենք այնտեղից, որ դե գաղտնիք չէ շատերի համար, որ երաժշտության ու հատկապես դհոլի նկատմամբ ձեր սերը սկսել է հայրիկից, այսինքն լավ առումով վարակվել եք հենց հայրիկից, հայրիկը փոխանցել է ամեն ինչը։ Բայց արդյոք դուք հիշում եք հենց ամենաառաջի ծանոթությունն ու շփումը այդ երաժշտական գործիքի հետ։ Հա, հիշում եմ, ճիշտն ասած, ու կարճ ժամանակում արդեն սկսեցի տանեցիների գլուխը տանել, դե սկզբնական հարվածները պարզադեպ մի քիչ ուրիշ ավելի դմդմփացնել, ոնց որ բոլոր երեխաների մոտ ավելի շատ ինչ տեսնում են, այնտեղ նվագում են։ Այնուհետև երբ որ սովորեցեց հայրիկս դիրքը դրվածք թե ինչպես բռնել, ինչպես հարվածել, դրանից ենկոմ արդեն սկսեց ավելի մեր տան մեջ շատ այդ ձայնը գալ ու հետո մի պահ եկավ, որ չվախենամ ասեմ, ջղայնացան իմ վրա, որ արդեն հերիքա որ հարևանները բան ու ես հիասթափվեցի ինչ որ մի կարճ ժամանակ։ Քանի տարեկան եք այդ ժամանակ։ 5-6 այդ ճանապարհի այդ արանքում ա եղել էս իրադարձությունը, հետո հիասթափվելուց հետո արդեն ոնց որ հայրիկս տեսնում ա որ սերը կորեց, եւ փորձում ա խմբակ այն ժամանակ էլ շատ քիչ էր, չկար այդպես խմբակներ դոլի գծով։ Ու տանում ա ոնց որ դոլի խմբակ, որտեղ որ պիոներ պալատում ժամանակ երրորդ մասում պիոներ պալատում տանում ա որ ես տեսնեմ երեխաներին ավելի ոգեշնչվեմ եւ նվագեմ։ Երբ որ ես մտնում եմ, արդեն ես ամենափոքրն եմ, ամենավերջում եմ նստում, հենց որ արդեն նվագում եմ, նվագելուց հետո ասում են լավ, դու դուրս սպասի ու ես մտածում եմ մեջ, որ արդեն չեմ ընդունվել։ Հետո արդեն այդ ընթացքում այդտեղի վարպետը, որ այդ դասավանդում էր դոլի դասարանը, ինձ ձեռքը դրեց իմ ուսին, ասեց դու ստեղ բան չունես սովորելու գնա։ Այդ մի մասն եմ հիշում, որ մտածեցի, որ երևի ստից ասեցին, որ չընդունեն։ Այդ ժամանակվանից արդեն երևի իրականում ճիշտ էր ասում, չգիտեմ, ու արդեն սկսվեց ոնց որ իմ երաժշտական ուղին, արդեն բարի խմբերում, ժողովրդիկների նվագախմբերում եւ արդեն շրջագայություններ։ Այսինքն շատ սկսնակ երեխաներ են այնտեղ, դուք արդեն տիրապետում եք։ Չէ, պարապողներ կային, ուղղակի չգիտեմ, երևի այտենց ներքուստ այդ իմ երաժշտական, այսպես ճանաչում եմ իմ մասին այդպես բաներ խոսել։ Այսինքն դուրս ա եկել այդպես, որ Աստծո տված շնորհքը, ես այնտեղ ոնց որ ավելի կարողացել եմ կատարելագործել էլի։ Միանգամից սկսեցիք համերգների մասնակցել մանուկ հասակում։ Արդեն կարիերայից պատմեք մեզ ամենապավորիչ համերգները։ Իրանք այնքան շատ են ախր։ Ես միշտ վախեցել եմ այս հարցից, որ ասել եմ, բա որ լավ, ինձ ասեն մի հատ հետաքրքիր մի հատ տես դեպք պատմի, ինքը այնքան շատ է, այնքան sense հիմա ասես չեմ կարա հիշեմ, որ մի հատ ամենաառաջինը գուցե։ Մի հատ լավ, քանի որ փոքր եմ ես, պատմության մեջ փոքր եմ։ 6 տարեկանում, երբ որ շրջագայեցինք Լենինգրադ, Սանկտ Պետերբուրգ, այնտեղ փառատոն էր, Էնրիկ Իգիթյանի ոնց որ նախաձեռնությամբ մեկնեցինք, ամենափոքրը ես էի։ Զարդանախշեր անսամբլ կար այն ժամանակ պարային, բոլորը դե մեծ պարուհիներ, պարողներ, երաժիշտներ, ամենափոքրը ես 6 տարեկան։ Պապայիս հետ ինչ որ տենց ճանապարհորդության ժամանակ ինքը չի կարա մենակով իրա հակնի կամ ինչ-որ մի բան, ես էլ եմ գալիս, ասեցին չէ, հանգիստ ձեր երեխային մենք կտանենք, ու այդ ժամանակ ամենին որ տպավորվել է ու դրա ոնց որ կադրերն էլ կան, ու շատ լավ է, որ հայրիկս մինչ օրս ինչ ես արել եմ փոքրուց, այո, ամբողջը կա կասետների վրա, հետո նոր ավնյութև փոխեցինք, ֆորմատը փոխեցինք։ Այդ ժամանակ, երբ որ ես պետքա գնայի նստեի, որ արդեն նվագեի, չէի կարողանում մենակս այն երեխեքի պես են որ պետք է ասես տեղավորվես մի 3-4 քայլից նոր ու արդեն ես ունեի ինձ գրկողը այդ համերգներին որ ինքը հատուկ այդ ռայդերով գրկում էր դնում էր աթոռին ես նվագում եմ հետո վերցնում էլի տանում էր ու այդ ժամանակից ոնց որ տենց ես սկսել եմ, չգիտեմ, շատ դեպքեր ա եղել, բայց հիմա անկեղծ հիմա չեմ կարա հիշեմ։ Լավ, չենք հարցնի, որ երկիրն է ամենաշատ տպավորիչ ելույթներից, նաև հյուրախաղերից ինչ-որ մի հատված, համ
երկրի մասին խոսեցինք, Սանկտ Պետերբուրգներ առաջին այո։ Համ էլ տպավորիչ էր, որ 6 տարեկան այդ ամեն ինչը ես պետք է անեի։ Դուք գրկող ունեիք նույնիսկ այսպես աթոռին դնով։ Շատ լավ։ Համագործակցություններ վստահ եմ այս ընթացքում նույնպես հազարավոր կամ գուցե տասնյակ հազարավոր են եղել, բայց այն top 5 արտիստները հայ արտիստները, որոնց հետ համագործակցել եք թամ թեթևության առումով, որ շատ սահուն ու ստացված համագործակցություն է եղել, կամ գուցե դրա հակառակը կարող ենք անել, բարդ, որ երբևէ չեք ուզենա համագործակցել։ Հա, տեսակով ես տենց չեմ, այդ իմ համագործակցած մարդիկ էլ տենց չեմ, որ չհամագործակցենք, դե մեր հայ որ իրականության մեջ բոլոր արտիստներն շատ լավն են։ Հանգիստ կարող եք ասել։ Չներացնելով մնացածին, որ չկարևորելով այն մյուսներին ու անունները, որ պետքա տան, բայց առաջին անունը դնենք համագործակցություն, որպես այդպեսին եղել է Արման Հովհաննիսյանի հետ, երբ որ մինչ օրս, այսինքն 2007 թվականի մարզահամերգային համալիրից սկսվեց մեր երաժշտական ոնց որ բեմական ավելի համերգային ճանապարհը, մինչ օրս Արմենչիկի հետ, Թաթա Սիմոնյանի հետ, այս մեծ շրջագայություններ են կանում, շատ են։ Մեր երջանկայի շատակ Արամ Արտիրոսյանի հետ, շատ են։ Լավ, իսկ համաշխարհային աստղերից ում հետ կուզենայիք համագործակցել։ Դե պարզա հիմա սուտ կլինի, որ ասեմ, չէ, ոչ մեկի կամ չգիտեմ թող իրան կամ ինձ թվում է բոլորի ովքեր որ այս գործիքը կտեսնեն իրանց երաժշտության եւ իրանց, չգիտեմ, ձևաչափի մեջ, բայց ինքն էլ ինձ հետաքրքիր մեր քանի որ ռիթմի հետ գործ ունենք մենք, ամբողջը թե համաշխարհային թե տարբեր երաժշտական այդ ոճերի մեջ ինքը մի քիչ որ ճիշտ մատուցես ավելի շուտ, չխանգարես եւ ձեռքով վրա չվերցնես այդ ամեն ինչը, ինքը շատ մերվող է ու լարված կնենցա, որ հաստատ իրանց էլ կհետաքրքրի, բայց երևի լտենց չեն ֆայմում էլ։ Իսկ շատ է եղել դեպքերը, որ հենց դհոլը ամբողջությամբ հենց բուն իմաստով չեք օգտագործել, իրան համագործակցության ընթացքում նույնիսկ ձևափոխվել են ռիթմերը, գուցե ժանրերը տարբեր են եղել, ոչ շատ հայկական, փոփի հետ, գուցե այլ ռոքի հետ։ Չէ, ամեն ինչի մեջ ինքը մերվում է, բայց այս դեպքում, քանի որ երգիչներից խոսեցինք եւ համագործակցությունը, այդտեղ զուտ ավելի առաջա գալիս նվագակցության ոնց որ վարպետությունը, որովհետեւ մենանվագը այլ բան է, որ ես դու այս գործիքը կատարես ինչ որ տենց սոլո, ինչ որ տարբերակով, քեզ ցույց տաս տարբեր ռիթմերի հետ խաղաս եւ այլն, բայց արդեն նվագակցությունը լրիվ ուրիշ արվեստ է, որտեղ որ երգիչն է, այդ երաժշտությունն է եւ դու պետքա եթե կարաս ավելի գեղեցկացնես զարդարես։ Ես միշտ ասում եմ, այս գործիքը այն գործիքն է, որ եթե համարենք օրինակ վերցնենք դուդուկի վրա, հա, որտեղ ժողնվագարանների մեջ, եթե դուդուկը համարենք վատ է նվագում, օրինակ, վատ նվագող է, չնայած երբևիցե մեր հայ իրականության մեջ չի եղել, բոլորը շատ լավ են նվագում այդ գործիքը։ Քո նվագակցությունով դու կարաս իր լավ նվագը փչացնես, հավասարացնես 0-ին եւ հակառակը, եթե ինքը շատ լավ է նվագում, վարպետ երաժիշտը, քո վատ նվագով իրան հավասարացնես 0-ին։ Այսինքն նվագակցությունը այս գործիքի շատ կարևոր դեր ունի, որտեղ պետքա անգամ եթե երգիչին ես նվագակցում իրանից լավ բառերը իմանաս, շնչերի տեղը իմանաս, որ չբարձրանաս իրա վրա նույն այն գործիքներին, մի քիչ տենց այս մասը շատ բարդ է։ Մանրուքներ, բայց կարևոր մանրուքներ կան։ Այո, հավատացեք, անգամ մանրուք չի, շատ ես ավելի կարևոր տեղ եմ իրան տալիս, էլի։ Համաձայն եմ։ Ինչ ստեղծագործություն ենք մենք հիմա լսում, ռումբա։ Այո, անունը ռումբա, որովհետև ինքը տենց ռիթմիկայի առումով անունը ռումբա, ինքը շատ ժամանակներ ես այս երաժշտությամբ ներկայացել եմ եւ որոշեցի, որ մի քիչ ավելի մոտիվները փոխենք եւ այսօրվա սարքենք ու գործիքների տարբերությունը, լարվածքները ու լայվ այս երաժիշտների հետ համադրեցինք, փորձեցի ուդը գիտարի հետ, թավջութակը ինչ-որ սենց ավելի մոտեցրեցինք ու երևի լավ հետաքրքիր ինչ-որ բան ստացվեց։ Այո։ Հիմա արդեն վարպետը դուք եք եւ ձեր հմտությունները դուք եք փոխանցում ձեր սաներին եւ դուք եք որոշում նա անելիք ունի, թե չունի ձեզ մոտ, ոնց եք ընտրում սկսնակ դհոլահարներին։ Այս սկսնակներին շատ բան է, ինքը տենց մի քիչ տարօրինակ է ստացվում այդ process-ը, որովհետեւ
չգիտես ոնց, ինչի, բայց բոլորը գալիս են տաղանդավոր սկիզբը։ Հա, իսկականից այս մեր սերունդը շատ են որ իրականում գովելի է դա, որովհետև դե հաստատ բոլորի տանը ինչ որ մի պուճուրիկ հարթակ կա, որտեղ կարող եմ դմդմփաստել։ Կամ տարբեր իրեր, որոնց վրա կարելի է կներեք փորից բռնած միջև չգիտեմ եթե այտենց պապայի գլուխ բան ինչ որ sense ամեն տեղ բան ու միշտ ծնողներն են այդ հետաքրքիր ձևով արտահայտվում որ ասում են վայ գիտեք ինչ լավ է նվագում մի հատ բերի ասում են հələ պարզ չի էլի բայց բերում են երեխեն են որ sense ինչ անեն բան չգիտի ու ներսի տաղանդը այս գործիքի հետ կապված մենակ ծափերով կամ ինչ որ տենց երկու հատ հարված անելով չի ինքը ժամանակն է կոպիտ ասած արդեն բուժում թե ոնց վերաբերվեմ եւ ինչ խմբում ինքը արդեն ներկայանա ու արդեն մնացածը կախված է դե իհարկե տվյալ մարդուց էլի միայն անձից այո շատ լսելուց շատ երաժշտության մեջ մնալուց մենք նույնիսկ սովորենք չէ օտարը որ տես վայ նայեք էս ինչ երկվան անգամ բառերն չհասկանալով բայց երաժշտությունն ենք լսում անգամ եթե երաժշտությունն էլ դուր չի գալի ռիթմիկան է մեր շարժում դրա համար այս ամեն ինչի մեջ մեր ժողովրդական երգերի, գուսանական երգերի, ընդհանրապես պարային բոլոր երաժշտությունները շատ կարևոր է մեր այս գործիքի համար, որ իմանանք հետո արդեն են մնացած ինչ օտար երգեր կամ երաժշտություններ լինում է շատ հեշտ ավելի կմտնենք որովհետև արդեն պրակտիկան հիմքը մեր ժողովրդականն է մերը սովորենք մերը իմանանք հետո կարելի է տարբեր բաների մեջ որ էքսպերիմենտներ անել լավ խոսենք սաներից խոսեցինք նաև սաների հետ հասել ենք նրան որ գնում են հյուրախաղերի սաների հետ միասին վերջերս նոյեմբեր ամսվան եթե չեմ սխալվում 5-ին 6-ին Ֆրանսիայում հյուրախաղեր ունեցաք ինչ հյուրախաղեր էին ինչպես անցան Ես այնտեղ հրավեր ունեի Պյուտոյի կոնսերվատորիայից, որտեղ որ պետքա ներկայացնեի իմ ձեռնարկը, Դոլի բանալի գիրքը, այնուհետև նոր հավելվածը, որը որ կարող առաջ եմ ընկնում, բայց իմաստը բացատրելով թե ինչ էինք այնտեղ, կոնսերվատորիայում այնտեղ հանդիպեցինք պրոֆեսորադասախոսական կազմին, տարբեր գործիքների ոնց որ մասնագետներին եւ խոսեցի գրքից հավելվածից դհոլ գործիքից թե ինքը ժողովրդական մեր հայկական գործիքների մեջ ինչ տեղ ունի եւ ինչ դեր է տանում երաժշտության մեջ ունեցանք այդ ժամանակահատվածը կոնսերվատորիայում բոլորը ասկան օտար մարդիկ անգամ դե օտար էլի անգամ չկա բոլորը են որ տենց այսինքն ինքը ես մեկ-մեկ ասում եմ տենց ինքը ոչ թե լեզու չունի վատ իմաստով այլ լեզու չունի որտեվ բոլորի սենց երակների մեջ սրտում միանգամից այդ զարկերը այսինքն ֆլեյտա նվագող պրոֆեսոր կին վերցրել էր դոլը դե բարձա երաժիշտ է ինքը ու փորձում էր վերարտադրել այն ինչ որ ես ասում եի ու իր համար այդ խանդավառվածությունը շատ էր էլի այսինքն իր դիրքը պատկերացրեք ստեղ ու միանգամից ասում ես ստենց ու այդ ամեն ինչը լավ անցավ մեր մոտ այնուհետև ունեցանք փոքրիկ համերգ արդեն իմ սաների հետ այս ենք մենք Սա կոնսերվատորիայում է Չէ, սա համերգի դալիճն է, սաներն էլ շատ որ տենց հետաքրքրությամբ են, որտեղ օտար մարդիկ էին, օտար գործիքների ոնց որ մասնագետներ, ամեն մեկը ոնց որ վերցրել էր իր վրա մեկ ինչ որ մի գործիք կատարողի ու սովորացնում էր։ Ես էլ հերվից նայում եի, ուրախանում եի, որովհետև իրականում ժամանակը գալու է, որ իրանք են, եթե իհարկե ճիշտ խելք ունենան, իրանք են դասավանդելու, գործիք ավելի առաջ տանելու։ Միանշանակ։ Խոսեցինք նաև ձեր գրքի մասին 2021 թվականին հրատարակվեց ձեռնարկը ուսումնական, ինչի որոշեցիք ունենալ ուսումնական ձեռնարկ, ինչ նպատակի պիտի ծառայեր եւ ինչպես է ծառայում այդ նպատակին։ Նեղված էի մի տեսակ ճիշտ ասած, որտեղ այսքան տարիների ընթացքում ես ինքս երաժշտական դպրոց հաճախել եմ 7 տարի դաշնամուրի բաժին, բայց դհոլ եմ նվագել։ Այդ 6 տարեկանի ժամանակահատվածում ես դհոլով եմ հանդես եկել, բայց հայրիկս ասաց, որ երաժշտական կրթություն է պետք, այն ժամանակ էլ չկար երաժշտատական դպրոցներում դհոլի բաժին, այն ժամանակ բոլորը դաշնամուրի էին, չէ գնում։ Դաշնամուր, բայց համատեղելի չէր ձեռքերի այդտենց շարժումները մի քիչ ավելի լիրիկ, ավելի բան, ու դասատուս միշտ են որ ասում էր մի քիչ ավելի լիրիկ նվագի ավելի բան, բայց դա չէր համապատասխանում, էլի դրանից առաջ սենց եմ արել, էլի ոչ չէր ունում, բայց ոչ թե զորով, այլ զուտ ինչ որ մի բան քաղելու համար 7 տարի հաճախեցի Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը, բայց առաջին հարկում իմ ընկերներն էին, ովքեր որ փողային գործիքների դուդուկ, շվի, զուռնա, այսինքն
ամբողջ որ sense ներսս ներքևներ էլի որտեղ ես պետքա սա վերջացնեմ գնամ այնտեղ տղակին նվագակցեմ եւ այլն այնտեղ շվիի բաժնում ժամարյան նորիկներ դասատուն եւ ընդունվեցի շվիի բաժին բայց ես ինչ պատմում եմ դե այդքան ժամանակի ընթացքում ես դհոլ եմ նվագում շվիի բաժին ընդունվեցի 5 տարի էլ շվին սովորեցի իմ ընկերները ասում են որ գործեր կար կոնկրետ որ ես շատ լավ էի նվագում շվիի վրա բայց հետո որ արդեն եկավ ասա որ պետքա ընդունվեմ բարձրագույն կոնսերվատորիան էր միանշանակ կոնսերվատորիայում էլ դողոլի բաժին չկար սանթուրի բաժին ընդունվեցի հիմա ամեն ինչ այսքան դողոլը միշտ եղել է բայց դողոլի հետ զուգահեռ եղել են տարբեր գործիքներ այո ու կոնսերվատորիայում էլ քննությունները ավարտական կիսամյակային տարբեր իմ ընկերներին ես նվագակցում էի դողոլով բոլորը արդեն ընդդեմ գիտեին անգամ Ռուբենը Մաթեոսյան մի անգամ որ ներս մտավ որ էլի պետքա նվագակցեի ասեց տղա ջան դու ինչ ես դուրս գալիս ասի բա ինչ անեմ մայստրո ջան ցած մնա նստի ստեղ այսինքն 20-30 ավել մարդիկ ես հա դուրս էի գալիս ներս էի մտնում կոնսերվատորիան ավարտեցի Սանթուրի բաժինը բայց գործիքների հետ խմբում Նորայր Դավթյանի ձեռնարկով դողոլը պետք էր այն ժամանակ չկար ու դպրոցում 7-րդ դասարան էի եւ կրթության գիտության նախարարությունից թուղթ եկավ մեր դպրոց որ Սերգեյ Խաչատրյանը պետք է Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ժողովրդական գործիքների նվագախմբին այն ժամանակ էլ դողոլը շատ քիչ էր ու ես ուրախացա էլի համ կոնսերվատորիանը հրավիրում համ էլ 3 շաբթի ուրբաթ պետքա դպրոց չգնայի ոնց որ էս կապը ու սովորեցի այնտեղ այսինքն այն ժամանակ 0 կուրս կար բայց ես չհասրեցի այդ 0 կուրսը նստել որտեվ 3 տարի հագեցած այդքան լավ դասախոսներ, այդքան իմ ընկերների հետ նվագակցել, համերգներ, կոնսերվատորիայի շենք, պատկերացրեք, ոչ թե նոր սկսնակ, այլ երաժիշտին ինչա պետք, տենց պրոֆեսիոնալ տեղ, հարթակ, շատ բան սովորեցի, այնուհետև արդեն ժամանակ եկա, որ պետք է ընդունվեմ, ընդունվեցի Սանթուրի բաժին։ Ընդունելության ժամանակ դողոլ նվագեցի, ավարտականի ժամանակ դողոլ նվագեցի։ Էլի բերում էին Սանթուրը դնում էին, վերցնում էին որ պետք է նվագեին, ասում էին Էֆո ջան, մա դողոլ նվագի լսենք, ասում էին մերսի։ Ու տեղից միտքը ծագեց, որ պետք է Այո, ծագեց, որովհետև ես այն որ ասում էին նեղված եմ, բոլորը նոտաները վերցնում էին թառ, քամանչան, ուդը դուդուկները, կանոնը, բոլորը վերցնում էին իրանց պարտիտուրաները եւ Խաչատրյան Ավետիսյան, չգիտեմ, այնպես տարբեր ստեղծագործողների կողմից նոտա էին նայում բան, իմ պապկան մի քիչ այնպես խնդալու պապկա էր, էլի, որովհետեւ այնպես մի քիչ վրան երևի կոֆե էլ էր թափած սուրճ բան ինչ-որ, այնպես ու բացում էի մի տողանի տետր էր, թուղթ ներողություն։ Գրած էր համարենք Խաչատրյան Ավետիսյան շվիի կոնցերտ։ Մի քիչ հետո կնվագես, հետո կսպասես նայ դիրիժորի ձեռքին, սենց ու ես վատ եմ զգում, էլի ու ես Նորայր Դավթյանի ու այդ ամենի չէ դուք եք գրում։ Չէ, գրած էր արդեն, ինձանից առաջ մնացել էր։ Հա, ինչ-որ մեկն եկել էր մի քիչ կնվագես, բայց ինչ կնվագես կարևոր չի, մի քիչ մնացել էր, հա, հիմա կարող է, չգիտեմ, հանդիսատեսը կամ լսողները մի քիչ իմացած ուրիշ ձև ընդունեն, բայց անկեղծ ես ինքս ինձ համարեցի, որ ես պետքա գործիքին նոտա տամ, նոտա ճանաչ լինի, ավելի տերմինաբանությունը լինի եւ ինչի՞ չէ, եթե բոլորը ունեն, բոլոր գործիքները ունեն եւ մեզ այս գործիքն էլ ամեն տեղա պետք գալիս, այսինքն առանց իրա ոնց որ չի լինում ոչ մի երաժշտության մեջ, իհարկե բացի ատլիբիտում եւ ակապելա երաժշտությունները եւ փորձեցի իմ մեջ էփվեց այն փաստը, որ պետքա ինքը ունենա նոտա։ Երբևիցե չէր եղել եւ ես նստեցի ու գրեցի համ տերմինաբանությունը դողոլ գործիքի համ դուք եք ստեղծել։ Այո։ Երբևէ դողոլը ոչ մի տերմինոլոգիա, ոչ մի Չէ, անգամ այն ժամանակները մինչ օրս էլ որ երաժշտական դպրոցներ կամ քոլեջներ, երբ որ դողոլի բաժնում ընդունելություն ա լինում, բոլորը գրում են համարենք հնգագծի վրա, ֆանոտայի վրա, գրում են մի նոտա պատկերացրեք, ֆանոտա, բայց տևողություններն են գրում։ Տևողությունը պետք է արդեն իրանք ոնց որ վերարտադրեն, բայց այդտեղ գրված չի թե որ հարվածով Այսինքն մի քիչ ավելի իրանց ֆանտազիայի վրա են թողնում, որն են որ Ջան Պատմողական Հա ինչ որ տես դու գիտես ինչ պատկերի ինչ պետք է նվագես, դու քեզ ինչ արեցիր, էլի ոնց որ sense դա էլ էր ինձ նեղացնում, որովհետև ինչի եթե կարա օրինակ մեր օրինակ ասենք, չգիտեմ, Արա Գևորգյանի օրինակ ստեղծագործություն, որը որ չգիտեմ, վերցնում են Արցախը, որը որ վերցնում են, ասենք այդ ստեղծագործությունը
դոլ կատարողը գործիք է ունեցողը Ամեն ինչը իմպրովիզացիայի վրա է գնում։ Ստերից ընդերից լսած, բայց երբ որ ավելի կոպիտ ասած համոզված եմ, որ այդ խումբը, օրկեստրը, այդ սիմֆոնիկ նվագախումբը հաստատ տենց չի, էլի որ տենց դե լավ լսել եմ մի անգամ, արի ստեղ մատ իմպրովիզ անեմ։ Դրա համար այս ամեն ինչի մեջ ես գրեցի բոլոր նոտաները եւ արդեն բոլորը Ինչ հաջողություն ունի արդեն 4 տարի անց գիրքը։ շատ Հետաքրքրվողներ, օգտագործողներ։ Այո, օտարների կողմից շատ, որովհետև դե ինքը եռալեզու է գիրքը, QR-ով սկանավորում ես եւ տվյալ ինչը խոսվում է, որ տեքստի կամ նկարի տեսքով, այնտեղ ոնց որ հայտնվում եմ ես վիդեո տարբերակով եւ այդ տվյալ էջի ամբողջը ամփոփում իմ նվագելով, այդտեղ արդեն ձայնայինով է տվյալ ուսումնասիրողը լսում, թե ինչ ձայն պետքա դուրս գա, դիրքը անգամ, որ տենց մի քիչ կան, չէ՞, որ տենց ունեն ինչ-որ մի քիչ սենց նստում, կով չգիտեմ, այդ ամեն ինչից մանրուքներից բռնած, մինչ նոտագրություն եւ այդ տերմինները կարեւոր, որոնք որ ես եմ ինքս եմ որ ստեղծել, ինքս ինձանից նմանացրել եմ այդ տվյալ հարվածը, մեր օրինակ Այբուբենի ինչ որ X տարի ու այսօր ես անգամ տենց իմ ակադեմիայում չեմ վերցնում գործիք, բերանով ես իրանց արտահայտում եմ, իրանք կատարում են։ Դա մի քայլ նաև առաջ բանա, որովհետև մի քիչ կա էլի այդ դպրոցը, որ ինչը որ բերանով կարողանում ես արտահայտես, դա հանգիստ կարող ես նվագել, էլի։ Խոսենք հավելվածի մասին։ Նշեցիք, որ Ֆրանսիայում կոնսերվատորիայում խոսում եք նաև հավելվածին։ Ինչ հավելված է սա։ Եվ արդյոք հետաքրքիր է ինձ անկեղծ էլի հավելվածով կարելի է սովորել, չնայած արդեն փոքր ինչ որ պատմեցիք այդ QR-ի պատմությունը։ Այդ գրքի շնորհիվ փոքր ինչ գաղափար սկսեցի կազմել արդեն։ Բայց հետաքրքիր է հավելվածի մասին նույնպես խոսենք։ Մյուս Հավելվածի գաղափարը ոնց ծնվեց։ Կոչվում է The Whole Time։ The Whole-ի ժամանակ ինձ հետ ոնց որ F-ի հետ, որը որ դա ստեղծվեց մի բանի համար, որտեվ Սենց ասեմ, գալիս էի դասի, որ տենց որ սկզբից եմ որ դասատուին որ մենք էլ որ տեսնում էինք ոտքի են կանգնում, բայց հետո արդեն որ մտնում էի ներս, զգում էի որ երեխաները ամեն մեկը իր հեռախոսի մեջ, չգիտեմ, վատ հարթակներ են որ կա, չէ, հիմա ասենց մի քիչ անխուսափելի է այդպես բաները, եթե հեռախոս կա ձեռքերը, վատ խաղեր, ինչ որ սխալ, ինչ որ եւ այլն, ու էլի նորից եմ նեղվում էի, ասում էի, ինչի եթե ինքը եկել է երաժշտություն սովորի կամ ինչ որ մի գործիքի տիրապետի, ինձ միջև սենյակ մտնելը ինքը պետքա խաղա, օրինակ, չգիտեմ, X խաղեր, որն էլ որ ներողություն իրան շեղում է այդ երաժշտության մեջից Եվ որոշեցի, որ եթե պետքա խաղա, ապա թող հեռախոսով դհոլ խաղա։ Դհոլ նվագի հեռախոսով, դհոլի, հա, դե հիմա այդ դհոլ time, երբ որ հավելվածը ներբեռնեն, այնտեղ կա բաժիններ, գլխավոր բաժինն է, որտեղ որ նորից սովորում է իր ինքը, այնուհետև կա խաղերի բաժին, որտեղ որ ես նոտաները տալիս եմ եւ մետրոնոմի հաշվին դու կարողանում ես նվագես։ Ճիշտ նվագեցիր, ստանում ես 1 դհոլ միավոր։ Վատ նվագեցիր, ինքը քեզ անվանում է մեր ժողովրդի բերանով ասած դհոլչի, դվոլիստ, դաուլչի, դհոլչիստ Այն որ կա ամեն մեկը տարբեր Հա, ես իմ պերսոնաժով է, տենց ավելի որ երեխաներին էլ մի քիչ ավելի հետաքրքրացնի։ Այնուհետև կա վիկտորինաներ, որտեղ որ ոչ միայն դոլի մասին, այլ տարական տեսությունից, սոլֆեջոից, որը որ նաև շատ կարևոր է երաժշտության մեջ, շատերը ասում են դե լավ, դե սոլֆեջոն ինչ է կա։ Խորովածի բարը, հարսի բարը գիտեն, քերիկ է, ինչ սոլֆեջը որ բան, բայց այդ եմ ներառել իր մեջ։ Այնուհետև կա on-line դասեր, որը որ վերցնում են ինձ հետ, բայց այս ամբողջը ես իրան հնարավորություն եմ տվել, որ ինքը զբաղվի միավորներ հավաքելով։ Եթե ճիշտ է կատարում, այնտեղ իր դոլի կա կարմիր վառվում, ամեն փուլը անցնելուց ինքը հավաքում է կոպիտ ասած դոլ միավորները եւ իրան գումար է տալիս դա։ Ուղղակի չկա այդ գումարը, բայց տալիս է որ ինքը ավելի շահագրգռվի, այնուհետև ինչ որ մի դաս, եթե պետքա վերցնի կամ ինչ որ մի բան հավելվածից օգտվի, զեղչեր է տալիս, որ ինքը ավելի շատ եմ որ շահագրգռվի։ Ու դա անսահմանափակ է, ես բաց եմ թողել հատուկ այդ դաշտը զուտ, այնքան որ ինքը անգամ անվճար կարողանա այդ ամեն ինչից օգտվի։ Մնում է հետաքրքրությունը իր ու շատ է, դրանից հետո արդեն ես նկատեցի ոնց որ ասում եմ իմ արած մի քայլը
ինչ որ չափով ծառայեց իր նպատակին, որովհետև երբ որ արդեն բարձրանում եմ շենք, եւ որ լսում եմ, տեսնում եմ արդեն սաղ նվագում են բան, ասում եմ, ինչ որ մի բան գոնե, լավ, եթե 100-ի մեջից 20-ը արդեն զբաղվում է դրանով, նշանակում է ինչ որ մի բան փորձել եմ անեմ ու ինչ որ միտեղ ասեմ։ Երբ որ մենք հասկացանք, երբ որ դուք նեղվում եք, ինչ որ հետարքիր մտքեր են ծնվում։ Շատ նեղվեք յուտ կարող եք անել։ Չկա չարիք առանց բարիք։ Իհարկե։ Ինչ խորհուրդ կտաք սկսնակ երիտասարդներին, երեխաներին, ու մոտ կա այդ ջիղը ու ցանկությունը կամ երազանքը դհոլար դառնալու։ Ոչ թե խորհուրդ կտամ, այլ երաժշտությունը ընդհանրապես ոչ ծանոթով, ոչ փողով։ Ինքը չի կարա տեղը գտնի իր կյանքում։ Եթե այդ շնորհքը չլինի, ի վերուստ եւ այդ ամեն ինչին ուղղակի ես կավելացնեմ շատ աշխատասիրություն, շատ։ Մեր սերունդի մեջ մի քիչ թեթև այդ թամբալությունը կա, երբ որ մի քանի բան պրոֆեսիոնալ ձևով արդեն դու բացատրում ես եւ իրանք էլ իրականում կարողանում են կատարեն, շատ շուտ են սահմանափակվում։ Այսինքն իմ անցած ճանապարհի մեջ օրինակ այս գործիքը ես նշեցի, որ մենանվագի ժամանակ լրիվ ուրիշ ձև ես կատարում, նվագակցության ժամանակ լրիվ ուրիշ ձև, տարբեր գործիք, այսինքն ինքը շատ փուլերով է, որը որ պետք է այդ ճանապարհը անցնես եւ շատ աշխատասիրություն ունես, լսես ինչքան հնարավոր, տարբեր ազգեր, մեր տարածաշրջանում համարյա թե բոլորը այս գործիքը նվագում են, բոլորը, բայց ամեն մեկը դիտումների առումով կամ մի քիչ դառնա, չէ, այս դառնա, որ ինքը նայում ես, տեսնում ես, բոլորը նայում են մեր ձեռքին ավելի շուտ, դեպի այս կողմը, այդ գործիքի ու հավատացեք դուդուկի։ Դոլն ու դուդուկը անկեղծ բոլոր ազգերի մեր տարածաշրջանի, որոնք որ նվագում են, շատ է կենտրոնացված դեպի մեզ, իրանք հավատացեք հեռու են մեզանից, բայց շատ շուտ ընդօրինակում են եւ իսկապես են որ այտենց ուրիշ ձև են հետևում։ Մերոնք որ մենք մոտիկ ենք, մի քանի բան սովորելուց ավելի մի քիչ արդեն իրանց պատկերացնում են որ մի քիչ ուրիշ հարթակներում արդեն իսկ խորհուրդս միակն է որ շատ աշխատասեր լինեն, շատ չսահմանափակվեն, որովհետեւ այդ մի քիչ փուճուրիկ թեթերև sense թևեր է գալիս հետևից, մի երկոքի ավել ծափա տալիս, մի 4 հոգի ավել կենաց նախմում է տվյալ երաժիշտի լավ, ինչի՞ չէ մի փուճուրիկ էլ գումարը ավել վաստակում, արդեն մի քիչ դիրքային եւ այդպես փոխվում է, բայց այդ ամենավատն է։ Ես խորհուրդ կտամ նախ չփոխվեն, երկրորդն էլ շատ աշխատասեր լինեն։ Շատ շնորհակալություն։ Ձեզ եմ շնորհակալ։ Ձեզ լավ օր ենք մաղթում ու հուսանք դեռ շատ հետաքրքիր մտքեր կծնվեն ու կյանքի կոչվեն նաեւ ձեր կողմից։ Որպեսզի այդ հետաքրքրությունը դեպի այս գործիքի նկատմամբ ավելանա ու գնալով հակառակը չպակասի։ Ձեզ լավ օրվա շարունակություն ենք մաղթում, շնորհակալություն եմ տաղավարում եք։ Իսկ այս պահին ընդհատվենք եւ վերադառնանք առաջարկումից։ ոնց կասի գեղեցկուհին։